Պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը մեկնարկից շուրջ 2 տարի անց արդեն գործնական փուլում է։ Նախորդ փուլով միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը որակավորել էր 3 հայտատու, որոնք իրավունք էին ստացել մասնակցել բուն մրցույթին, ներկայացնել հայտեր ու առաջարկներ։ Այս տարվա փետրվարի 10-ին ծառայությունը բացել է հայտերը։ Պայքարի մեջ եվրոպական 2 ընկերություններ են։ Մեր 2 կազմակերպություններն էլ նախ կոնսորցիումի ձևաչափով են ներկայացել, դրանցից մեկի առաջատար անդամը գերմանական հայտնի Օջենթիկ ընկերությունն է, մյուսի առաջատար անդամը ֆրանս-ամերիկյան հայտնի Այդեմիա ընկերությունն է եւ երկուսն էլ ոլորտում առաջատար են։ Դեռ որակավորման փուլում պետությունը խիստ պահանջ էր դրել, մասնակից յուրաքանչյուր ընկերություն պետք է ներկայացներ առնվազն 2 ավարտուն եւ գործող համակարգ տարբեր պետություններում։ Նշված ընկերություններն այս չափանիշը հաղթահարել են, միաժամանակ նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը համակարգերը ներդրած պետություններից ստացել է երաշխավորագրեր, երկրները արդյունքից գոհ են։ Հիմա այս 2 ընկերությունների միջև ընտրությունը կատարելու է ձևավորված միջկերատեսչական գնահատող հանձնաժողովը։ Հայտերը գնահատվելու են 2 մասով՝ տեխնիկական եւ ֆինանսական հատվածներով, սակայն մինչև ընկերությունը չանցնի տեխնիկական գնահատումը, ֆինանսական առաջարկը չի կարող բացվել։ Տեխնիկական գնահատման վերջնաժամկետը մարտի 17-ն է, ամբողջ փաթեթի գնահատման համար մինչև մարտի 31-ն է ժամանակ սահմանված։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը ներկայացնում է տեխնիկական գնահատման մեթոդաբանությունը։ 4 հիմնական չափորոշիչներով, դրանք են աշխարհագրական ցանցը, բաշխվածությունը, ինչպիսի գրասենյակային ցանց է պատկերացնում եւ առաջարկում մեր որակավորված հայտատուն, փաստաթղթերի անվտանգությունը, այստեղ նկարագրված է բիոմետրիկաներ դնելու ողջ տեխնոլոգիական լուծումները։ Երրորդը ծրագրային լուծմանն է վերաբերում, թե ինչ փորձառություն է ունենալու քաղաքացին, սկսած տանից ամրագրում կատարելուց մինչև իր անձը հաստատող փաստաթուղթը ստանալը, ինչ քայլերի միջով է անցնելու, ինչպես են հավաքագրվելու իր բիոմետրիկ տվյալները, ինչպես է դա վերածվելու անձը հաստատող փաստաթղթի եւ իհարկե այս ամենը 2 կողմունի քաղաքացու հայացքից եւ ուրեմն աշխատակիցների կողմից է նկարագրված ողջ process-ը։ Չորրորդ կոմպոնենտը ծառայությունների մատուցման ձևն է, թե ինչ աշխատանքային գրաֆիկով պետք է աշխատի գրասենյակը, ինչ կլինի, եթե մասնավորը շեղվի նախապես համաձայնեցված ծրագրային դրույթներից, պատասխանատվության ինչ միջոցներ կարող են կիրառվել։ Բոլոր ուղղություններով նախատեսված են պետության 100%-անոց վերահսկողական մեխանիզմներ, որոշումները կայացնելու է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Այս բոլոր չափորոշիչները շատ մանրամասնորեն խոսքը 472 առանձին պահանջների մասին է, դրանցից յուրաքանչյուրով 2 հայտատուներն են մեզ տվել են առաջարկներ, հատ-հատ քննարկվում են, վերլուծվում են, համեմատվում են մեր իրականության հետ, մեր պահանջների հետ, մեր կարիքները արդյոք ծածկում են, թե չեն ծածկում եւ իհարկե համեմատվում են իրար հետ։ Մարտից հետո արդեն ծառայությունը կկարողանա ավելի մանրամասն ներկայացնել գործառույթները, կսկսվեն կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի դիզայնի աշխատանքները։ Նելի Դավթյանը պարզաբանում է, մասնավոր գրասենյակների գործարկումից հետո անձնագրային ծառայությունները չեն փակվի, բայց դրանց թիվը կկրճատվի եւ կգործեն արդեն որպես միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակներ, կզբաղվեն օտարերկրացիների եւ քաղաքացիության առնչվող ծառայություններով։ Նորից նշեմ, որ մասնավորը միայն տեխնիկական գործառույթ է իրականացնելու, դիմումը վերցնելու է, փաստաթուղթը տրամադրելու է, բայց այդ դիմումը պետք է անցնի քննության փուլ։ Քննությունը շարունակելու ենք, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում իրականացնել մենք, որպես ոլորտի լիազոր մանմին, եւ այդ ամբողջ կապը բնակչության պետական ռեգիստրի հետ, ստուգումները եւ որոշման կայացումը մնալու է պետությանը։ Նոր համակարգի գործարկումից հետո քաղաքացիների մոտ եղած անձնագրերն ու նույնականացման քարտերը կշարունակեն գործել մինչև ժամկետի ավարտը կամ այն պահը, երբ քաղաքացին ինքնակամ կորոշի ստանալ նոր չափանիշներին համապատասխան փաստաթուղթը։ Չնայած որ սահմանը հատելու համար ճամփորդական անձնագիրը պարտադիր է, բայց չի բացառվում, որ նոր համակարգը հնարավորություն կտա ճամփորդականով սահմանը հատելուց հետո անգամ նույնականացման քարտերն ընդունելի դարձնել այլ երկրում։ Հենց այդ նպատակով է, որ մենք բերում ենք այս նոր բիոմետրիկ համակարգը, որպեսզի մեր փաստաթուղթը ճանաչելի եւ փոխճանաչելի դառնա մյուս պետություններում, հատկապես ԵՄ անդամ պետություններում, որոնց հետ վիզաների ազատականացում ենք հիմա բանակցում։ Շուտով եվրոպական պետությունները գործարկելու են սահմանները կառավարելու նոր համակարգ ETIAS-ը, որը նվազագույնի է հասցնելու կամ առհասարակ բացառելու է սահմանապահի հետ շփումը։ Քաղաքացին իր կենսաչափական անձնագիրը միայն կսկանավորի եւ կհատի սահմանը։ Այս ամենը հնարավոր է սակայն միայն միջազգային չափանիշներին համապատասխան եւ տվյալ երկրներում ճանաչելի փաստաթղթի առկայության դեպքում, որի շուրջ էլ մեր երկիրն աշխատում է։ Մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը կսկսի ենթակառուցվածքների տեղայնացման աշխատանքը։ Պետությունը պայման է
դրել։ Անձը հաստատող փաստաթղթերը կենսաչափական տարբերակով արտադրել եւ ծառայությունների մատուցումը սկսել 2026 թվականի կեսից։ Մուշեղ Իսախանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։